Հա, ճանապարհ ջուղ, այդից սկսում ա մեր։ Կառավարությունը ասում է, որ ամեն ինչ անելու են, որ գյուղատնտեսությունը ճիշտ զարգանա, ավելի զարգանա Մի փոքր են, եթե ու այսօր ներկապային այդ հանքը եթե գործեց 35 հեկտար անցումա հանքայի այդ քանման տակ։ Ու պատկերացրեք 35 հեկտար եթե անցումա քանման տակ, ոնց կարա գյուղատնտեսությունը արդեն զարգանա։ Չենք ունենալու ոչ մի բանջարեղեն, այսինքն մարդիկ դաժե իրանց տան համար ուտելու համար չեն կարող որ սենց օրինակ մի պամիդոր կամ վարունգ որ հայացից գոնե իրանք օգտվեն էլի դրանից ու չհաշված անասնապահությունը դուք պատկերացրեք 35 հեկտար մենք արդեն կորցնենք ու անասնապահությունը չի կարող ուղղակի արոտավայր չենք ունենալու։ Այսինքն ձեզ ընդհանրապես չեն լսել այս խնդիրները, որ ներկայացնեք մանրամասն, հասկանան, որ ձեր կյանքի վրա էական ազդեցություն է։ Նոր ենք մենք արդեն հասկացել, որ արդեն ոսոր ինչ անում են իրանք ինքնակամ են անում ու փորձում ենք դրա դեմը առնել։ Դուք ինչ ճանապարհներ եք տեսնում լուծման։ Ես ճանապարհ ներկապային չեմ կարող ինչ-որ ճանապարհ ասել, բայց եթե կառավարությունը ուզում է գյուղատնտեսությունը զարգանա ճիշտ ձևով, միանշանակ պետքա թույլ չտա։ Միանշանակ պետքա թույլ չտա, որովհետև ասում եմ, դա ազդում է եւ բուսաբանության վրա եւ անասնապահության վրա։ Մենք կորցնում ենք 35 հեկտար տարածք արոտավայր։ 35 հեկտարի մասին նշում, բայց ես ծանոթանալով ավականիստի այդ ընդհանուր կետերին, այնտեղ նշված էր 7 հեկտարի մասին։ Ուզում եմ հասկանալ, իրենք ուզում էին անհատից փոխադրել։ Ինչա գրված այնտեղ, բայց մենք ունենք տեղեկություններ, որ 35 հեկտար անցնելու է հանքի այդ քանման տրամադրության տակ։ Կավա ինչ-որ, այո, կավա դա ինչ-որ առաջնային մասա, որ դա պետքա այդից են սկսում, չգիտեմ ոնց ասեմ, բայց ունենք հստակ տեղեկություններ, որ 35 հեկտար անցնելու է։ Այսօրվա ավականիստի ներկա գտնվելու եք։ Ոչ, ես ներկա չեմ գտնվել։ Իսկ բնակիչներից Այո, գտնվել են, չգիտեմ, չեմ կարող ասել։ Ավականիստը երեկոյան 4-ին։ Հա, այս։ Ներողություն եմ։ Ես մի հաշվարկում եմ, չի կարա դուք